Ձեռնաշարժության հետ կապված միֆերը շատ են եւ ինչքան էլ մեզ թվա, որ բժշկությունը զարգացավ, սեքսոլոգիական գիտելիքները զարգացան, մենք լուսաբանեցինք, ներկայացրեցինք ինֆորմացիան բլոգերության տեսքով, ուղիղ եթերների տեսքով, չնայած որ որոշ մարդիկ մտածում են, օй բժիշկ էս ինչքան պարապ է ուղիղ եթեր անում, մի խոսքով։ Բայց ամեն դեպքում պետք է փաստել, որ այսօրվա դրությամբ, դա ես կարող եմ փաստել, եթե վստահ եմ, որ սեռական առողջության պահապաններից լիքը այլ մասնագետներ նույնպես կփաստեն, որ այսօրվա դրությամբ էլի եւ էլի գալիս են պացիենտներ, ովքեր իրենց մոտ եղած խնդիրը փորձում են ինչ որ մի ձևով կապել ձեռնաշարժության հետ։ Բժիշկ ջան, շատ եմ ձեռնաշարժել, կարողա դրա համար է սերմիս որակված, բժիշկ ջան, շատ եմ ձեռնաշարժել, կարողա դրա համար կաշին լավ չի բաշխում, բժիշկ ջան, սենց չէ, ժողովուրդ, չէ, ես հասկանում եմ, որ ձեզ շատ հեշտ է մտածելը, որ ձեռնաշարժություն արել եք, դրա համար ձեր մոտ 35 տարեկանում էրեկցիայի խնդիր առաջացել, բայց չէ, կապ չունի մեկը մյուսի հետ։ Եվ այդ ամեն ինչի հիմքը գալիս է այնտեղից, որ տարբեր ժամանակներում ձեռնաշարժության նկատմամբ եւ վերաբերմունքն է եղել ահաբեկող վատը եւ Աստվածաշունչն է դա քննադատել, շարունակում իհարկե հիմա էլ քննադատել, եւ հին ժամանակներում նաեւ այդպիսի շատ մոտեցումներ կար, ծնողներին բացատրում էին ինչպես երեխաներին պետքա պատժեն, ոնց պետքա ազատեն ձեռնաշարժությունից, դա համարվում էր հիվանդություն, բուժման մեթոդներ էր առաջարկում, մի ամբողջ նույնիսկ գիրք կա, պատկերացրեք դրա մասին, այնտեղ նույնիսկ մեթոդներն է մանրամասն նկարագրված, թե ինչպես ինչ մեթոդներ էին առաջ կիրառում, որ մարդուն ձեռնաշարժությունից ազատեին։ Բայց ինչ է ասում այսօրվա ժամանակակից գիտությունը, ժամանակից սեքսոլոգիական գրականությունը, ինչ է ասում է, որ ձեռնաշարժության ախտաբանական տեսակ էլ կա, բայց հիմնականում այդ ախտաբանական տեսակների հետ մենք առողջություն չենք էլ ունենում։ Ախտաբանական տեսակը գիտեք որն է, որ օրինակ մարդը օրական 5, 6, 7, 10 անգամ մաստուրբացիա անում առանց սեռական ցանկության։ Որովհետև հիմա դուք կմտածեք, կարող է ինչ-որ մեկը մտնի գրի, ես 10 անգամ անում եմ բժիշկ ջան, բայց 10 անգամն էլ ունեմ ցանկություն։ Եվ ես մտքիս մեջ կմտածեմ, խախա։ Դրա համար ախտաբանական տեսակներից զատ մնացած տեսակները, որը տեղավորվում է նորմայի տարբերակի մեջ, մեկ առանձին վիդեո տարբերակով ես անդրադառնամ ձեռնաշարժության տեսակներին, որպեսզի ավելի մանրամասն դուք ծանոթանաք այդ ամեն ինչի հետ եւ մի փոքր ձեզ ազատեք այդ ճնշող, քերծող մտքերից, որոնք ուղղակիորեն հյուծում են ձեզ։